Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը։ Նյու Դելիում հրատարակվող Indian Defense Research Wing պարբերականի տեղեկությունների համաձայն խոսքը պինակա տեսակի հրթիռային համալիրները Երևանում հավաքելու մասին է։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, արժի հավատալ պարբերականի տեղեկություններին։ Փորձը ցույց է տալիս, որ երբ Հնդկաստանի պաշտպանության նախարարության անհրաժեշտ է ինչ-որ տեղեկություն տարածել եւ ստուգել արձագանքը այդ տեղեկության վերաբերյալ, սովորաբար հենց այս պարբերականի միջոցով են տեղեկատվական արտահոսքները կազմակերպում։ Եվ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս պարբերականի միջոցով տարածված տեղեկատվական արտահոսքերը միշտ այնուհետ ամիսներ հետո հաստատվել են։ Ուստի դա հաշվի առնելով կարծում եմ արժի լուրջ ընդունել այս տեղեկությունը եւ հավաստի համարել այն։ Պարբերականի տեղեկություններով խոսքը գնում է այս հրթիռների նորացված, մոդիֆիկացված վարկածի համատեղ արտադրության մասին, գվայթ պինակա այդ տեսակն է այդ հրթիռների արտադրվելու, եթե հավատանք աղբյուրին, այդ մոդիֆիկացիան կառավարվող տեսակն է, այն նավիգացիոն համակարգ ունի իր մեջ եւ այդ համակարգի միջոցով հնարավոր է խոցել մինչեւ 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները, ընդ որում բավական մեծ ճշգրտությամբ։ Փորձագետները պնդում են, որ ճշգրտության չափանիշներով այս համակարգը համապատասխանում է արևմտյան անալոգներին։ Այս նախագծի շրջանակներում, ոնց հասկանում եմ, նախատեսվում է Հայաստանում արտադրական հզորություններ ստեղծել իր ողջ ենթակառուցվածքով եւ հնդկական ռազմաարդյունաբերական համալիրի մի քանի գործարաններ պետք է ուղղակի անմիջական մասնակցություն ունենան այս արտադրությունների ստեղծման գործում։ Ընդ որում նույն արտադրությունում պետք է նաև հավաքվեն հրետանային արկեր ամենապահանջված տրամաչափի 155 մմ-անոց արկերի մասին է խոսքը։ Եթե այս ողջ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, կարող ենք կռահել, որ հենց այս թեմային էին վերաբերվում բանակցությունները, որոնք տեղի ունեցան ապրիլին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Էդվարդ Ասրյանի ու իր հնդիկ գործընկերների միջև։ Հիշեցնեմ, Ասրյանը ապրիլին Նյու Դելիում էր եւ բանակցություններ է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի հետ, ավիացիայի գլխավոր մարշալի հետ եւ պաշտպանության նախարարի հետ։ Արդեն այն ժամանակ պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ կողմերը քննարկում են նաև համատեղ արտադրական հզորություններ ստեղծելու հնարավորության հարցը։ Բայց կարծեմ այդ համակարգերը մենք արդեն ունենք մեր զինանոցում։ Իսկապես Հայաստանը պինակա տեսակի հրթիռային համակարգերը Հնդկաստանից գնել է, բայց համատեղ արտադրությունը այլ խնդիր լուծելու նպատակ ունի, մասնավորապես լոգիստիկ շղթաներում հնարավոր խափանումներից ապահովագրելը։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին զարգացումները, Իրանում ռազմական գործողությունների հետ կապված, այդպիսի վտանգ կարող է լինել եւ արտադրությունը կարող է լուծել այս խնդիրը։ Հայաստանը աշխարհում առաջին պետությունն էր, ով գնեց պինակա տեսակի հրթիռային համակարգերը, դեռևս 22 թվականին ստորագրվեց 265 միլիոն դոլարի պայմանագիր եւ արդեն 24 թվականին Հնդկաստանը մատակարարեց Հայաստանին արձակման կայանները այդ համակարգերի, իսկ այս տարվա հունվարին Հայաստան հասան նաեւ հրթիռները։ Ընդ որում հետաքրքիր է, որ այդ հրթիռները Հայաստան ուղարկելու պաշտոնական արարողությանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարարը անձամբ։ Արտյոմ, վերջին ամիսներին ռազմատեխնիկական բնագավառում Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերություններում կարծես ակտիվացում կա։ Իսկապես ինձ մոտ էլ այդպիսի տպավորություն կա, հոկտեմբերին ստորագրվեց 26 թվականի ռազմական ոլորտում համագործակցության ծրագիրը, այն անդրադառնում է եւ գնումների վերաբերող գործարքներին եւ համատեղ զորավարժանքներին եւ ռազմական կադրերի նախապատրաստմանը եւ նաեւ աննախադեպ ակտիվությամբ են զարգանում այդ փոխայցելությունները։ Փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելեց
Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը, իսկ ապրիլին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելեց Հնդկաստան եւ ամենաբարձր մակարդակի ընդունելությունների արժանացավ։ Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների Հայաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցություն եւ գնումների ծավալը հասել է 1.5 միլիարդի, այսինքն այդ գումարի գործարքներ են արդեն կնքվել։ Եվ նաև մամուլում շրջանառվում են տեղեկություններն այն մասին, որ այժմ բանակցություններ են շարունակվում Հնդկաստանից բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու հարցի վերաբերյալ։ Եվ եթե այս գործարքը կայանա, Հայաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմական ոլորտի այդ գնումների գործարքների ընդհանուր ծավալը կարող է եռապատկվել։ Շնորհակալություն, Արտյոմ։